Ստուգվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագիծը։ Ֆրանսիական ավիացիոն ADP խումբը Վրաստանում կներդնի ավելի քան 150 միլիոն ԱՄՆ դոլար։ Օդանավակայանի թողունակությունը կկրկնապատկվի՝ տարեկան 5 միլիոնից հասնելով 10 միլիոն ուղևորի։ Աշխատանքներն արդեն ընթանում են։ Թել Ավիվում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները։ Առավոտից հատուկ տեխնիկան վերսկսել է աշխատանքը։ Այս պահին Ալազանի պողոտան մաքրվել է քարերից եւ փլվածքներից, որտեղ 3 երթևեկությունն անհնար էր։ Ափապաշտպան աշխատանքների արդյունքում վարարած ձորը վերադարձվել է իր բնական հուն, ջրի մակարդակը զգալիորեն նվազել է եւ գետի վարարելու վտանգն այս փուլում այլևս չկա։ Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել Թել Ավիվի մի մասին։ Ոչնչացվել է ճանապարհային ենթակառուցվածքը, վնասվել են մասնավոր եւ պետական օբյեկտներ։ Հատուկ հանձնաժողովը հաշվարկում է հասցված վնասը։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքների առաջնահերթությունները սահմանում է օպերատիվ շտաբը, որի աշխատանքներին ներգրավված են տարբեր նախարարություններ եւ համապատասխան գերատեսչություններ։ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվել է 1 անձ։ Անձնական խուզարկության, բնակարանի խուզարկության, ինչպես նաեւ քննչական փորձարարության ժամանակ նրա մատնանշած վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավվել են վաճառքի համար պատրաստված կոկային, ալֆա-PFP, ինչպես նաեւ շուրջ 50 գրամ քաշով եւ 48 փաթեթի մեջ բաժանված մեֆեդրոն։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Սֆերո հոլդինգի տուժածները պահանջում են, որ պետությունը ներգրավվի իրենց վնասների փոխհատուցման գործընթացում։ Առավոտից գործով հերթական դատական նիստն է անցկացվել։ Մոտ 50 տուժած հայտարարում են, որ Սֆերո հոլդինգը թաքցրել է իրենցից հափշտակված գույքը, իսկ մոբիլիզացված միջոցները չեն բավարարում նույնիսկ կրած վնասի կեսը փոխհատուցելու համար։ Գործով մեղադրվում են Գիվի Ծուլեիսկիրին եւ Սոֆո Պետրիաշվիլին, նույն ընկերության տնօրեն Գեորգի Մուրոսիձեն ձերբակալվել է Իտալիայում եւ ներկայումս ընթանում են նրա արտահանձնման ընթացակարգերը։ Ընդհանուր առմամբ գործով տուժել է 570 քաղաքացի։ Եվրամիությունը չի ցանկանում աջակցել Վրաստանի կառավարությանը եւ նրա նպատակը վրացի ժողովրդին աջակցելն է, հայտարարել է Կայա Կալասը պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը վրացական երազանքի հետ Սևծովյան անվտանգության քաղաքականության շրջանակներում Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների ֆոնին։ Կալասի խոսքով Եվրամիությունը Վրաստանի հարցում որոշակի դժվարությունների է բախվում, քանի որ ներկայումս կառավարության հետ գործնականում հարաբերություններ չկան։ Ուստի Եվրամիությունում քննարկում են, թե ինչպես աջակցել վրացի ժողովրդին այնպես, որ նրանք չկորցնեն եվրոպական հեռանկարի նկատմամբ հույսը։ Իսկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ եթե իրենք չխոսեն Վրաստանի կառավարության հետ, ապա փոփոխություններ իրականացնել չեն կարող։ Նրա խոսքով, անկախ նրանից դա դուր է գալիս թե ոչ, փաստ է, որ իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում։ Ադրբեջանը լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է Իլհամ Ալիևը 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կասեցրել էր Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները եւ զրկել նրան քվեարկության իրավունքից։ Նրա խոսքով այդ որոշումը կապված չէր մարդու իրավունքների հետ, այլ իրականում վերաբերում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցին։ Ադրբեջանի նախագահն ասում է, որ եթե Եվրոպայի խորհուրդը վերականգնի ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը, ապա երկիրը կվերադառնա կազմակերպության աշխատանքներին մասնակցելուն։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել կամ վնասազերծել են 342 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով անօդաչու սարքերը խոցվել են 14 մարզերում, բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Սև եւ Ազովի ծովերի օդային տարածքում։ Մոսկվայի քաղաքապետի տեղեկությամբ դեպի մայրաքաղաք էր ուղղվում ավելի քան 350 անօդաչու սարք, որոնցից 50-ը ոչնչացվել են։ Ավելի վաղ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Որոբյովը հայտնել էր, որ հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի խոսքով անօդաչու սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Շպակովսկի շրջանի արդյունաբերական գոտում։ Ուկրաինական կողմը մինչ այժմ այս հարձակման վերաբերյալ մեկնաբանություն չի արել։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կլքի պաշտոնը։ Որոշումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նախագահը հայտարարել է նախարարների կաբինետի թարմացման մասին։ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությամբ Ուկրաինան անցնում է նոր քաղաքական ռազմավարության։ Նա Սվիրիդենկոին առաջարկել է գլխավորել երկրի կարևորագույն գործընկերների հետ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։ Յուլիա Սվիրիդենկոն շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ էր ղեկավարել կառավարությունը Ուկրաինայի նորագույն պատմության ամենաբարդ ժամանակաշրջանում։ Կայացել է Թբիլիսիի բալետի 7-րդ փառատոնի գալահամերգը։ Միջոցառմանը ներկա է եղել մշակույթի նախարարը։ Ծրագիրը ներառում էր համաշխարհային դասական բալետի եւ ժամանակակից խորեոգրաֆիայի լավագույն նմուշները, այդ թվում Լեա բալետը, Ռայմոնդա բալետի 3-րդ գործողությունը եւ Դոն Կիխոտ բալետի Գրանդ դիվերտիսմենտը։ Գալահամերգը Թբիլիսի օպերայի եւ բալետի թատրոնի նվագախմբի ուղեկցությամբ ղեկավարել է դիրիժոր Լևան Ջագաևը։ Միջոցառմանը մասնակցել են ինչպես Վրաստանի պետական բալետի կատարները, այնպես էլ հրավիրված արտիստները։ Մշակույթի նախարարության աջակցությամբ Թբիլիսիի բալետի փառատոնն անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Նինո Անանիաշվիլին։